շատ սիրված թխվածք, ոզնիներ, քաղցր շատ համեղ, նուրբ և շատ դիտարժան, թե տոնական սեղանի, թե հյուրասիրության համար։ Եվ սկսենք պատրաստել միասին այս հրաշալի խմորեղենը։ Պատրաստում եմ բիսկվիտը, հարկավոր է 6 ձու, ավելացնում եմ մի պտղունց աղ, մի փոքր հարում եմ և ավելացնում եմ 200 գրամ շաքարավազ, իմ մոտ այստեղ 120 գրամ սպիտակ շաքար է և 80 գրամ մուկ։ Լավ հարում եմ մոտավորապես 7-ից 10 րոպե, մինչ այս զանգվածը կավելանա 2-3 անգամ։ Ավելացնում եմ վանիլին, պատրաստ զանգվածին ավելացնում եմ չոր բաղադրիչները, 180 գրամ ալուր, 40 գրամ կակաոյի փոշի և 1 թեյ գդալ փխրեցուցիչ, ավելացնում եմ աստիճանաբար և զգուշությամբ խառնում եմ։ Պատրաստ խմորը ուղարկում եմ ձևամանի մեջ, չափը 24x34 սմ-ի վրա, հավասարաչափ տարածում եմ և ուղարկում եմ նախապես տաքացրած մինչ 170 աստիճան ջեռոցը մոտավորապես 35 րոպեով։ Պատրաստում եմ կրեմը ոզնիների համար, սա եփովի կրեմ է, 1 ձվին ավելացնում եմ 1.5 ճաշի գդալ եգիպտացորենի օսլա, 200 մլ կաթ, ավելացնում եմ աստիճանաբար, ավելացնում եմ 50 մլ եփած սուրճ և 180 գրամ շաքարավազ, այս ամենը լավ խառնում եմ և ուղարկում եմ կրակի վրա, անընդհատ խառնելով եփում եմ, մինչ զանգվածը կպնդանա, կթանձրանա։ Փակում եմ սննդային թաղանթով և թողնում եմ, որ կրեմը սառչի։ Կրեմի համար նաև հարկավոր է մասկարպոնե 250 գրամ, ես նախապես 15-20 րոպե առաջ հանում եմ սառնարանից և արդեն սկսում եմ հարել, սկզբից հարում եմ պանիրը և աստիճանաբար ավելացնում եմ 1-2 ճաշի գդալով եփովի կրեմը։ Ես օգտագործում եմ այս ձևաչափը փոքր շրջանակներ կտրելու համար։
Բիսկվիտի մնացած եզրերը մանրացնում եմ խոհանոցային բլենդերում։ Պատրաստում ենք ոզնիները ինչպես տեսահոլովակում, բիսկվիտը կիսում ենք երկու մասի, քսում ենք կրեմով, վրայից պատում ենք բիսկվիտի փշրանքներով։ Ոզնիները ուղարկում եմ սառնարան և մի 2-3 ժամից արդեն կարելի է վայելել այս համեղությունը։
Այսքան պարզ եւ սիրով կարելի է պատրաստել ոզնիներ տնային պայմաններում, փորձեք, վստահ եմ կստացվի։ Շնորհակալ եմ, որ միացաք ինձ այսօր, իսկ եթե ցանկանում եք տեսնել նոր ուտեստներ, մի մոռացեք բաժանորդագրվել, մինչ հաջորդ համեղ հանդիպումը։